Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող բոլորիս օրը լցված լինի խաղաղությամբ, սիրով և Աստծո օրհնություններով, սիրելիներս, այսպիսի համեղ կոֆեի բուրմունքով եմ ձեզ դիմավորում, աղամ այս համեղությունը դնեմ կոֆեն, համեցեք, միասին խմենք կոֆեն, փոքր զրույցենք մեր առօրյայից և նոր անցնենք մեր գործին։ Հիմա աղամ սիրով պատրաստեմ ինձ համար և ձեզ համար։ Հիմա արդեն աղացի վերջացրեցի, սիրելիներս, մի այնպիսի անուշ հոտ է գալի, բուրմունք ունի, էլ ասելու չի։ Հիմա այս համով հոտով կոֆեն դնեմ և ձեզ համար և ինձ համար։ Միասին խմենք։ Այս չայնիկի մեջ սառը ջուր է։ Եվ սուրճի կթալով մի լավ լիքը լցնեմ, անուշ վայելենք։ Մի հատ էլ թողնենք եռա, համովանա։ Բարձրացավ, վերջ։ Լցնեմ, գնացինք, սիրելի հետևորդներ ջան։ Կողքը գարնան ծաղկած ծաղիկով եմ դրել և ձեզ դիմավորում եմ այսպիսի գեղեցիկ ծաղկած սակուրայով։ Թող միշտ մեր սրտերում լինի ծաղիկ, ունենանք բարություն, սեր և ջերմություն։ Եվ իմ շնորհակալական խոսքը ուզում եմ ասել բոլորիդ։ Շնորհակալ եմ ձեզանից, անսահման, շնորհակալ եմ ձեր բարության, ջերմության, հոգատարության և հարցումների համար։ Միշտ գրառման բաժնում հարցնում եք իմ իսկությունը, ինչպես եմ, լավ եմ, թանկագիններս, լավ եմ, փառք Տիրոջը, լավ եմ։ Անսահման եմ շնորհակալ, խոսքեր չեմ գտնում ձեր մարդկային տեսակին ասելու համար։ Միշտ այդպես լավ եղեք, բարի եղեք և մարդկանց շռայեք բարի խոսքեր։ Գիտես, հիմա մարդիկ բարության խոսքերի կարիք ունեն, սիրո կարիք ունեն։ Չարությունը պետք չի ոչ ոքի։ Բարի լինենք, որ մեր կյանքի ճանապարհը լինի հարթ և կանաչ։ Սա եմ ցանկանում բոլորիդ։ Իսկ հիմա, սիրելիներս, ուզում եմ մի գրառման մասին խոսել, գրել էր իմ շատ սիրելի, բոլորդ էլ սիրելի եք, սիրելիներս, ես ձեզ ոչ մեկից չեմ առանձնացնում, բոլորիդ հավասար սիրում եմ։ Դե հիմա այս գրառման իմաստն եմ ուզում ձեզ ասել։ Անահիտը գրել էր, որ տիկին Մարինե, ինչքան բարի եք, բոլորին նույնանման պատասխաններ եք գրում, բոլորին նույնանման սիրող խոսքեր եք շռայլում։ Այո, սիրելիներս,
Ես հավասարաչափ բոլորիդ սիրում եմ, բոլորիդ գրում եմ նույն տողերով, նույն գրառումն եմ գրում, որպեսզի ոչ ոքիդ հանկարծ մի թեթև չնեղացնեմ, որովհետև բոլորդ էլ ինձ համար թանկ եք և ինձ համար շատ գնահատելի և արժեք ունեցող հետևորդներ եք։ Դրա համար ես շատ գոհ ու շնորհակալ եմ Աստծուց և սիրում եմ, որ գրեմ ամեն մեկին նույնանման գրառումներ, շնորհակալությունս հայտնեմ նույն ձևին։ Միշտ այդպես սեր տաք բոլորին։ Շնորհակալ եմ Անահիտս, անչափ անսահման։ Սիրելիներս, ուզում եմ նաև անդրադառնալ մի հոլովակի վրա, որտեղ տեղադրել էի կաղամբի թթուն։ Գրել էիք, որ տիկին Մարինե մեզ ուղարկի բաղադրատոմսը, որպեսզի անհատական ամեն մեկից չուղարկեմ, որոշեցի այսօր այս հոլովակում թելադրել, թե ինչպես ենք պատրաստում, ինչ բաղադրիչներով և ինչ մարինադ ենք պատրաստում։ Հիմա վերցրեք թուղթ ու գրիչը, ես սիրով թելադրեմ, դուք էլ գրեք։ Դեռ հյուրի գրածը թղթի վրա է, ես չեմ հասցրել արտագրել իմ խոհարարական գրքի մեջ, այսօր որոշել եմ, որ արտագրեմ, ժամանակ գտնեմ և արտագրեմ։ Հիմա թելադրում եմ ինչ բաղադրիչներ են հարկավոր բանջարեղեններից։ 2 կիլոգրամ կաղամբով եթե պատրաստեք, մի պորցին 2 կիլոգրամ կաղամբ է, 2 կիլոգրամ սպիտակ կաղամբ, սովորական կաղամբ, բայց ոչ թե կանաչ հավունդ լինում են, սպիտակով է համեղ, կանաչը դառնություն ունի, 2 կիլոգրամ կաղամբ, 2 խոշոր գազար, 2 կարմիր պղպեղ մեծ, կարող է կանաչ կամ դեղինով էլ պատրաստել, բայց կարմիրով շատ համով է, հավատացեք սիրելիներս, 1 գլուխ սխտոր, 1 գլուխ կարմիր սոխ, սոխը ըստ ցանկության, եթե ուզում եք սոխ ավելացրեք, չեք ուզում մի ավելացրեք, որտև ես չեմ ավելացրել, ես սոխով չեմ սիրում։ Հիմա այս բոլոր բաղադրիչները, բանջարեղենները լավ մանրացնում եք, եթե ունեք կարիեսկի դանակ, դանակով երկար սիրուն քերում եք, բայց կարմիր պղպեղը այդ կարիեսկի դանակով չանեք, երկար դանակով սովորական կկտրտեք։ Կտրտեցիք սիրելիներս, այդպես թողնում եք։ Հիմա ասնում ենք մարինատը։ 1 լիտր սովորական սառը ջուր, 2 ճաշի գթալ աղ, 100 գրամ շաքարավազ, 100 գրամ խնձորի քացախ կամ սովորական քացախ, 6% կամ 9%, 50 գրամ սովորական ձեթ, բուսայուղ, 3-ից 4 հատ լավրորի լիստ, 10-ից 15 հատ սովորական սև պղպեղ, 5-ից 6 հատ դուշիստի պերец, 1 թեյ գթալ սովորական համեմի սերմ, կորիանդր, իսկ սխտորը սիրելիներս եռացող ջրի մեջ չենք ավելացնում։ Հիմա պատրաստում ենք, 1 լիտր ջուրը դնում ենք, հենց եռում է, ավելացնում ենք բոլոր բաղադրիչները բացի սխտորից, ինչ ձեզ թելադրեցի։ Այդ ընթացքում արդեն կաղամբը լավ խառնում ենք իրար բիբարը, կաղամբը և գազարը, ամանի մեջ, ինչի մեջ, որ պետք է թթուն լցնեք, դնում ենք 2 հատ դափնուտեր է, որտև 2 կիլոգրամի համար 2 հատը բավական է, նոր ավելացնում ենք մանրացրած կաղամբը, մի հատ ձեռքով դասավորում ենք, եռացող բլբլթան այդ մարինատի ջուրը լցնում ենք վրան, այդ ժամանակ նոր ավելացնում ենք սխտոր, լցրեցինք, ծանրություն ենք դնում և արդեն էլ ձեռք չենք տալիս, բայց ես 3 ժամ հետո համտեսեցի, իրոք շատ համեղ է,
1 օր հետո ցանկալի է բացել եւ արդեն օգտվել այդ պատրաստված կաղամբի թթուն։ Սիրելիներս, անչափ համեղ է ստացվում, հավատացնում եմ, պատրաստեք, անուշ արեք։ Հույսով եմ, որ սիրելիներս կպատրաստեք, գրառման բաժնում կգրեք ձեր կարծիքը, համեղ ստացվեց, թե ոչ։ Այսքանը ուզեցա, որ կիսվեմ, թող բոլորդ էլ ունենաք, բոլորիդ համար թելադրեցի, վերջացնեմ կոֆեն։ Այսօր ուզում եմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, աղցան, համեղ աղցան, գնամ խոհանոց պատրաստելու ընթացքում կասեմ, թե ինչ աղցան եմ պատրաստում։ Դրել եմ 4 գազար, 5 կարտոֆիլ։ Հիմա գազարները, կարտոֆիլները պետք է լավ լվանամ, հետո կեղևներից մաքրեմ։ Այսօր միասին սիրելիներս պատրաստելու ենք մայրաքաղաքային աղցան, ինչպես որ տարածվել է, բոլորս էլ անվանում ենք ալիվիե սալատ։ Հիմա կարտոֆիլը կեղևներից կմաքրեմ, կլվանամ եւ այսօր պատրաստելու եմ, ինչպես խոստացել էի մեկ անգամ պատրաստելուց աղցանը, որ սիրելիներս կփորձեմ նաև հում վիճակում մաքրել, կեղևներից կտրատել, եփել, նոր պատրաստել։ Այս տարբերակն եմ այսօր պատրաստում ձեզ համար եւ մեզ համար։ Հետևեք, կտեսնեք ձեր սիրելի տիկին Մարինեն ինչպես է պատրաստում ալիվիեն։ Կադրից դուրս մաքրեցի, որպեսզի ձեր թանկ ժամանակը շատ չտրամադրեք, միայն որ թե ինչպես եմ մաքրում գազարն ու կարտոֆիլը։ Կարտոֆիլը, գազարը, կեղևներից մաքրեցի, լվացի, հիմա պետք է արդեն մանրացնեմ, դարձնեմ մանր խորանարդներ։ Կարտոֆիլը շերտատում եմ, հետո նոր մանրացնում խորանարդների։ Ցանկալի է, որ մանրացնենք բոլոր բաղադրիչները հավասարաչափ, որ աղցանը ստացվի գեղեցիկ, կտրտած։ Առաջին անգամ եմ այս տարբերակով պատրաստում, ոչ մի անգամ հում վիճակում չեմ պատրաստում, ուղղակի որ պատրաստել էի, գրել էիք բաղադրատոմսը, թե պատրաստեք տիկին Մարինե, հում վիճակում կարտոֆիլը մանրացրեք և խաշեք, հետո նոր ավելացրեք աղցանին։ Ես էլ ձեր խորհրդով եմ շարժվում, պատրաստում եմ ձեր ասած տարբերակով։ Կփորձենք, եթե համեղ լինի, կպատրաստեմ այս տարբերակով։ Վերջացրեցի կարտոֆիլը մանրացնել, իսկ հիմա արդեն շերտատում եմ գազարը, նույն ձևով էլ կմանրացնեմ գազարը, մանր խորանարդներով։ Սիրելիներս, կյանքում պետք է փորձենք, կյանքը փորձությունների վրա է, պետք է փորձենք ամենաընտիր համեղ տարբերակը վերցնենք, օգտագործենք։ Եթե այս տարբերակով համեղ կլինի, պատրաստեմ այս տարբերակով, որովհետև մենք բոլորս էլ միշտ խաշած վիճակում ենք պատրաստել ալիվիե աղցանը։ Ես ինձ հիշում եմ
Ինձ ձև պատրաստել եմ խաշած տարբերակով, մինչև առ այսօր պատրաստում եմ խաշած տարբերակով, իսկ այսօր կփորձեմ այս տարբերակով ձեր ցուցումի համաձայն։ Մանրացրեցի, վերջացրեցի թե կարտոֆիլը, թե գազարը։ Տեսեք ինչքան հավասարաչափ մանրացրել եմ։ Օգտագործեցի 3 գազար, մեկը թողեցի։ Իսկ հիմա կաթսան բերեմ, մանրացրած գազարն ու կարտոֆիլ լցնեմ կաթսայի մեջ, լցրեցի, վերջացրեցի, մի հատ էլ կխառնեմ, նոր կավելացնեմ սառը ջուր, սովորական ջուր սառը, այնքան կավելացնեմ, որ հազիվ թե ծածկի կարտոֆիլն ու գազարը։ Սա բավական է արդեն։ Կավելացնեմ նաև հենց սկզբից աղը։ Հիմա արդեն մի հատ կխառնեմ, թող աղը համեմվի կարտոֆիլի գազարի հետ, դնեմ եփելու։ Մինչ կարտոֆիլը գազարը կխաշվեն, ես կկտրատեմ մանր խորանարդներով հավի միսը։ Ինձ մոտ հավի միս է, այսօր պատրաստելու եմ հավի մսով։ Նախօրոք հավի միսը լավ լվացել եմ, եփել եմ, խաշելու ընթացքում աղ եմ ավելացրել, փրփուրն էլ հավաքել եմ, թողել եմ սառել է, հիմա մինչև կարտոֆիլը գազարի հետ եփի, ես էլ արդեն կկտրատեմ։ Նույն ձևի են կտրատում մանր խորանարդների, սիրելի հետևորդներ, որ հավասարաչափ լինի բոլորը։ Հիմա միսն էլ կտրատեմ, բոլոր բաղադրիչները հերթով կկտրատեմ։ Մեկ-մեկ պատրաստում եմ հավի մսով և շատ համեղ է ստացվում։ Հավի միսը կտրտեցի, վերջացրեցի, հիմա պետք է մանրացնեմ արդեն թարմը սամիթը, ինձ մոտ թարմը սամիթ է, մի փոքր էլ կավելացնեմ սառցախցիկից հանած մաղադանոսը, լավ մանր եմ մանրացնում կանաչին, թե ունենայի համեմ, թարմը, համեմ էլ կավելացնեի, քանի որ չունենք, կմանրացնեմ թարմը սամիթը և կավելացնեմ մաղադանոս սառցախցիկից հանած։ Հերթը հասավ արդեն թթու վարունգին։ Կեղևները մաքրում եմ թթու վարունգի։
այդպես ավելի փափուկ է, ինձ թվում է, ավելի համեղ կլինի խաշած քամած գազարի և կարտոֆիլի հետ։ Դե հիմա կփորձեմ, փորձանք չի։ Լավ կստացվի, նորից կկրկնեմ, մաքրած կպատրաստեմ խաշած, եթե ոչ, կանցնեմ հին տարբերակին։ Սիրելիներս, արդեն կարտոֆիլն էլ է խաշվել գազարի հետ, քամել է, մինչ սառի, ես էլ բոլոր բաղադրիչները կպատրաստեմ, կվերջացնեմ։ Ալիվիեի շատ տարբեր բաղադրատոմսեր կան, որտեղ կարող ենք թարմը վարունգներ ավելացնել, բայց քանի որ այս աղցանը ալիվիեն ձմեռային աղցան է, թթու վարունգը ավելի համահունչ է և ավելի սազական է ձմեռային աղցանի համար։ Հիմա մաքրեմ, վերջացնեմ, վերցրել եմ ընդամենը 5 թթու վարունգ։ Ընթացքում, սիրելի հետևորդներ ջան, եթե վարունգի թթվությունը չի բավականացնի մեր աղցանին, նորից կավելացնեմ։ Առայժմս 5 հատ թթու վարունգը բավական է։ Վարունգները կեղևներից մաքրեցի, վերջացրեցի։ Հիմա մի կողմ դնեմ կեղևները, սկսեմ մարինադի վարունգը շերտատել, որ կտրտեմ։ Կփորձեմ վարունգը։ Հիմա սկսեմ արդեն կտրտել, որքան հնարավոր է մանր խորանարդների, որ բոլոր բաղադրիչների հետ արդեն համատեղ լինեն, հավասար։ Սիրելիներս, գիտեք, որ շատ վաղուց ես կարդացել եմ, որ 19-րդ դարում ալիվիե աղցանը պատրաստել են խեցգետնի մսով։ Ես վերջերս կարդացի և իրոք չեմ պատկերացնում խեցգետնի մսով համով կլինի, թե ոչ։ Կարելի է մի օր այդ խեցգետնի մսով էլ պատրաստել, ինչու չէ որ։ Մի փոքր կարելի է պատրաստել և հլը տեսնենք համ-համի տեսակետով, համ տեսքի, ինչպես կստացվի։ Վարունգն էլ կտրեմ, վերջացնեմ, նոր կմիանամ ձեզ, սիրելիներս, կադրից դուրս։ Կտրտեմ, որ ձեզ շատ չձանձրացնեմ։ Երեք հատ ձու եմ պինդ խաշել, բաժանում եմ փոքր խորանարդների։ Մի խոսքով բոլոր բաղադրիչները կտրտեմ, նոր արդեն աղցան ամանի մեջ հերթով կլցնեմ։ Բոլոր բաղադրիչները կտրտած պատրաստ են։ Հիմա լցնում եմ առաջինը տարայի մեջ կարտոֆիլն ու գազարը, հերթով բոլորն եք ավելացնեմ։ Տեսնում եք ինչ լավ ընտիր ստացվել է, հատիկ-հատիկ, շատ չեմ խաշել, որ չլխկվի։ Հավի միսը, կանաչ ոլորը կես կիլո, 2 տարա եմ լցրել, այսպիսի տարա, որովհետև բաղադրիչները շատ էին, վարունգը թթու, ավելացնում եմ նաև ձուն, թարմը կանաչին, խառնել եմ մի փոքր էլ սամիթին մաղադանոց, տարան ոնց որ փոքր է, հիմա տարան կբերեմ, կփոխեմ մեծ տարայի մեջ, որ խառնելը լավ լինի։ Տարան փոխեցի, լցրեցի մեծ տարայի մեջ, հիմա մի լավ խառնեմ, որ ավելացնեմ աղ։
և սև պղպեղ։ Անցքը դնեմ մեծի վրա, նոր արդեն որ հեշտ կա, ահա։ Հիմա կավելացնեմ նաև թարմը աղացած սև պղպեղ, ես ինքսեմ հատիկավոր սև պղպեղը հավանգով աղացել եմ և լցրել եմ ամանի մեջ։ Այսքանը դեռ բավական է, խառնեմ, կհամտեսեմ, նոր աղը արդեն եթե պակաս լինի կավելացնեմ, որովհետև մայոնեզով են սիրում ընտանիքի անդամները, իսկ մայոնեզն էլ աղ կա մեջը։ Դրա համար պետք է աղի նկատմամբ զգույշ լինեմ, որ շատ չշարաշահեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես մի փոքր առանձին ափսեի մեջ կպատրաստեմ ցուցադրելու համար, համտեսելու համար, հիմա աղը համտեսեմ։ Մի փոքր աղ պետք է ավելացնեմ, ընդհանուր ոչ մայոնեզ կլցնեմ, կծածկեմ, ամանը կտեղափոխեմ, բերանը կփակեմ, կդնեմ սառնարանը։ Ճաշի ժամանակ մի փոքր կվերցնեմ, ով մայոնեզով է սիրում, կպատրաստեմ, ով էլ թթվասերով է սիրում, թթվասեր կլցնեմ։ Ես ինքս թթվասերով եմ սիրում, մի փոքր կպատրաստեմ։ Սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի մայրաքաղաքային աղցանը, ինչպես որ տարածված է, ինչպես բոլորս էլ անվանում ենք ալիվիե։ Հիմա համտեսեմ։ Ստացվեց շատ համեղ։ Այս եղանակով էլ է շատ համեղ, սիրելիներս։ Ես ձեզ խոստացել էի, որ մաքրած հում վիճակում կարտոֆիլը, գյազարը կտրտեմ, խաշեմ, նոր պատրաստեմ։ Վարունգն էլ մաքրած, շատ նուրբ համ է տալիս մեր աղցանին։ Պատրաստեք այդ եղանակով, շատ համեղ է ստացվում։ Ահա այսօր էլ այսքանը, սիրելիներս։ Մաղթում եմ ձեզ, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։